Մեզ դիմել են օտարերկրյա միջամտության դեմ պայքարելու խնդրանքով, Մոլդովային տրամադրած աջակցության պես։ Նիկոլ, բասում էիր Սամվել Կարապետյանից չես վախում, բասում էիր մենք ընտրվելու ենք։ Մոտավորապես այսպես է իրավիճակը, եթե ինչ-որ մեկը եկել է ձեզ ծեծի ու դուք ոստիկանություն եք դիմում, ասում եք այս մարդը, ասենք ահաբեկիչ է, ուզում է ինձ սպանի կամ ծեծի։ Սամվել Կարապետյաններ եկել ձեզ ծեծեր, թե Նարեկ Կարապետյաններ եկել ձեզ ծեծել, ումից եք սպասում, ժողովրդի ծեծից եք սպասում։ Նայեք, տեսեք Զելենսկին կամ Սակաշվիլին, նայեք Եվրամիությունը փրկեց, թե չէ։ Քննարկել էր, թե Հայաստանի արտգործնախարարը կուսական հնարավոր միջամտության մասին է ահազանգել իրենց։ Այդքան խոսում եք ժողովրդավարություն, բան, այսինչ բաներ եք խոսում, Նիկոլ, հիմա պարզվում է, ընդ գնացած լեքսիոն գործակալներ են սաղ, այստեղ գալիս ասում եք աղբեջան դոմփելու համար ենք այս ամենն անում, ընդեղ եթում ասում եք գործակալ եք, արա դուք ինչ շուստրի բիջ եք, արա։ Դրա համար մենք հայտարարում ենք, մենք աղաչում խնդրում ենք Եվրոպական միությանը, Անգլիային, Թուրքիային, Ամերիկային, մի տարեք մեր երկիրը քաղաքացիական բախումների, հայտարարեք, որ ճանաչում եք պարոն Փաշինյանի որպես Հայաստանի հաջորդ սմահ վարչապետ, վերջ։ Հելստեղ նայ աղբեջան, հիմա իրանք քննադատում են ուրիշներին, որ փող են բաժանում, 10,000 դրամով մարդիկ են կանչել, էս են արել, են արել, բայց այդ 15 միլիոնը որ վերցնում են, ինչ պետք անեն իրանք, այդ 15 միլիոնով, պետք է չբաժանեն այդ փողերը, բայց ոնց դառա, որ իրանք կարելի է 15 միլիոնով իշխանության մնալ, այս մարդիկ էլ որ չեմ կամ ասում են, որ հանկարծ Նիկոլին չընտրեք, դառնում են հանկարծ դատարանում, ոնց կարա տես բանը լինի, էսա ժողովրդավարությունը։ Լեհաստանի պետքարտուղարը փակագծեր է բացում։ Ուկրաինան պետք է պատրաստ լինի տարածքային դժվար որոշումների։ Ինձ չգիտեմ խի հիշեցրեց, որ մեզ ասում էին դուք պետքա պատրաստ լինեք ինչ-որ մի զիջումների, ինչ-որ բան զիջեք, ինչ-որ մի պլանկա իջեցնեք, հիշում եք, ես Եվրոպաներ մեզ ասում, սրանք Լոնդոնի, Բրիտանիայի թագավորի ծառաներն են լրիվ, անգլոսաքսերի, Անգլիայի բաներ, մարդիկ են, լրիվ նշանակված, թե Թուրքիան, թե Ադրբեջանը, թե այդ սիոնիստները, թե Հռոմի պապը իրանց կաշիլյոկը, թե Ամերիկան, լրիվ մի ստրուկտուրա է, մի սխեմա է, պրոստը սենց ամեն մեկը իրանց օֆիսա, ամեն մեկը տարբեր պաշտոնների բաների մեջ անում են, էթում են ստեղ ա որոշում, թե Զելենսկին կհանձնի, թե չի հանձնի, թե Աբիջանս կտան, թե չեն տա,